Ամանորի լեփլեցուն սեղաններ, ուրախ տրամադրություն, ընտանեկան միջավայր եւ լիարժեք ազատություն։ Ի վերջո ամեն բան ունի սկիզբ եւ ավարտ, ասվածի հետ բոլորն են համաձայն, բայց ոչ բոլորն են ի վիճակի լիարժեք լիցքաթափումից հետո հեշտությամբ վերադառնալ աշխատանքի։ Տրամադրության անկում, դատարկության զգացում եւ անտարբերություն։ Եթե ունեք այս ախտանիշները, ուրեմն հետոնական ստրես եք ապրում։ Հոգեբանների կարծիքն է։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ կա իսկապես այսպես կոչված հետոնական ստրեսը, բայց ելի հանուն արդարության պետք է նշենք, որ այն լուրջ վտանգ չի սպառնում մեր հոգեկան առողջությանը։ Երբ արձակուրդի ընթացքում մենք չունենք աշխատանքային որևիցե պարտականություն եւ պատասխանատվություն, եւ ամբողջությամբ ելի վերակառուցվում է մեր հոգեկանը, ամբողջությամբ մենք տրված ենք լինում այդ ամանորյա շփումներին, ակտիվ շփումներին այն ժամանակը, որ մենք չենք ունենում ընկերների, հարազատների, ինչու՞ չէ նաեւ երեխաների հետ շփմանը, այս արձակուրդը հիանալի հնարավորություն է ամբողջությամբ մտնելու այդ էմոցիայի դաշտի մեջ, ու դրանից հետո դուրս գալուց հետո մենք զգում ենք յուրահատուկ դատարկություն էմոցիոնալ առումով։ Մասնագետները կարծում են, ինքդ քեզնից մեծ սպասումները եւ կատարելության հասնելու փորձերը մեծացնում են հետոնական ստրեսի հավանականությունը, եւ դա առավել հաճախ նկատելի է ձմռան ամիսներին, երբ լույսի պակաս ենք զգում։ Կրկին մասնագետներն են փաստում եւ խորհուրդ տալիս ստրեսից դուրս գալու համար բանան, նուռ, շոկոլադ ուտել եւ մարզվել։ Փորձենք մեր օրգանիզմը վերակառուցել եւ ըստ այդմ նաեւ հոգեբանորեն տրամադրվել, որ շուտով իհարկե աշխատանքային մեր բնականon ռիթմը մեզ է սպասում։ Ու նաև մի քիչ ավելի մեղմելու նպատակով փորձենք փոքր կամրջակ կառուցել ամանորյա այդ տոների եւ աշխատանքային այդ օրերի միջև, այսինքն կիսվենք գոլեգաների հետ մեր ամանորյա ամենավառ հիշողություններով, ամենալավ տպավորություններով ու փորձենք այդ անցումը ավելի սահուն դարձնել ամանորյա այդ հրաշքից դեպի աշխատանքային բնականon կյանք։ Ընդամենը 2-3 օր հետո արդեն մարդիկ ամբողջությամբ հաղթահարած են լինում այդ ամանորյա ստրեսը։ Մեր հարցմանը մասնակցած ոչ բոլոր կապանցիներն էին հետոնական ստրես ասվածի հետ այնքան էլ համամիտ։ Այդ ինչ հարմարվի 3-4 օր է, դա հարմարվի, լավ։ Արձակուրդ չի 40 օր, որ ասենք, հետո դժերն է, հասկանում դա։ Մտածում եք, որ ստրես չկա։ Չէ։ Ամեն ինչ չափավոր, եթե տոն օրերը չափավոր օգտագործվի, սնունդը, խմիչքը եւ այլ, ինձ թվում է դա ստրես չի լինի։ Դե իհարկե տարբերություն կա, ասենք, մարդ գնում արձակուրդ, հետո արձակուրդ հետո մի քիչ դժվար է, չէ՞ գալ աշխատանքի, բայց պետք է հարմարվի։ Պետք է աշխատես, որ կարաս ապրես։ Ես կոմունիստ եմ եղել, հիմա եմ կոմունիստ։ Այն ժամանակ ինչ ստրես։ Այսինքն ինչու՞ չպիտի գնան աշխատանք, ինչով ապրեն։ Ես ստրես չեմ տարել։ Ուրախ տրամադրությունով տուն եմ գնացել, շատ ուրախ տրամադրությամբ եկել աշխատանքի։ Բոլոր դեպքում աշխատելը անհրաժեշտ է բոլորի համար, եթե ի վիճակի են։ Պետք է միշտ հիշենք, որ առջևում սպասում է մեզ աշխատանքը եւ աշխատավարձը, առանց որի հնարավոր չէ այս ամեն ինչը կազմակերպել տոները, պետք է նորից գնանք աշխատանքի, նորից ստանանք աշխատավարձ, կարողանանք կազմակերպել տոներ, հետո դուրս գանք հետոնական ստրեսից։ Հերմինե Միքայելյան, Ալեն Զատարյան, Սյունիք լուրեր։